Փառք Տիրոջ, իրոք քանի դեռ ուշ չէ, չլինենք երբևէ ուշացողների մեջ։ Գիտեք, երկրի վրա կարելի է ինչ-որ բաներից ուշանալ, ինչ-որ բաներից զրկվել, ինչ-որ բաներ կորցնել, բայց ամենա սարսափելին նա կլինի հավատացյալի համար, եթե նա այդ հանդիպումից ուշանա, որ պիտի տեղի ունենա, որ Հիսուսը պիտի գա իրենների հետևից եւ դրա համար պատրաստվել է պետք։ Ինչպես հիմար կույսերը վրիպեցին այդ կարևոր պահը եւ Փեսան եկավ, իսկ նրանք տեղում չէին։ Գիտեք, այսօր ես ուզում եմ մի հարցի մասին խոսել, քիչ է խոսվում այդ մասին, վերնագիրը սա է, օծություն եւ օծության կարեւորությունը, կամ օծված լինելու կարեւորությունը, օծություն։ Ինչ ասել է օծություն։ Մենք օծություն հարցին հանդիպում ենք դեռ 5 տակարանում, 5 տակարանից դեռ մենք տեղեկանում ենք, որ հատուկ արարողակարգով, ինչպես Աստված պատվիրել էր Մովսեսին, այդ օծություն ասվածը իրականացվում էր եւ ընդունված էր այդպես, որ եթե ինչ-որ բան չէր օծվում, դա չէր կարելի օգտագործել Աստծո համար։ Աստծո համար կիրառելի կամ թույլատրելի ամեն, դրանք լինեին անոթներ, տաճարի ներսի, սկզբում իհարկե խորանի ներսում, որ պիտի օգտագործվեին, լինեին վերջապես այնտեղ համապատասխան ծառայության համար նախատեսված մարդիկ, ասենք քահանաները, Ահարոնը, իր որդիները, սկզբից հետագայում նաև բոլոր քահանայական դասը ընդունված կարգով նրանք օծվում էին համապատասխան բաղադրատոմսով պատրաստված այդ անուշահոտ յուղով եւ առանց օծված լինելու կան տեղեր շատ, ես 1-2 տեղ ուղղակի հիշեցնեմ, Ելից 30-րդ գլուխ 26-28, այնտեղ Ելից 30-26-28, ասում է խորանը, անոթները, աշտանակը եւ այնտեղ շատ բաներ թվարկում է, որ օծես։ Եվ այնուհետև ասենք Ղևտացիների 2-րդ գլուխ 4-րդ խոսքը Ահարոնը եւ որդիները յուղով օծես։ Չեմ ուզում ծարաբեռնել ձեզ այս համարներով, բայց իրոք օծման արարողությունը շատ կարևոր արարողություն էր եւ ուներ հատուկ խորհուրդ։ Որն էր օծման խորհուրդը։ Ինչ էր իրենից ներկայացնում այդ օծումը, այդ համապատասխան յուղով, որ օծում էին։ Առաջ անցնելով ասեմ, որ այդ անուշահոտ յուղը հատուկ բաղադրատոմսով, որ պատրաստում էին, խորհրդապատկերն էր Սուրբ Հոգու։ Այդ օծությունը նոր կտակարանում իրականացնում է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգու մարդու վրա իջնելը հենց այդ օծման խորհուրդն է կատարվում, որ հին ուխտում ուրեմն յուղը օգտագործելով արվում էր այդ համապատասխան ծառայությունը։ Տեսեք, ես ուզում եմ կարդալ նախ Ղուկաս 4-րդ գլուխ, եկեք նախ այդ խոսքը կարդամ, ինքը Տերը, որ սկսեց իր ծառայությունը, հիշում եք, մոտ 30 տարեկան էր։ Եվ երբ որ մտավ այդ ժողովարանը, իրեն տվեցին, չէ, գիրքը եւ նա բացեց այդ տեղը համապատասխան եւ կարդաց 18 խոսքից եմ կարդում 4-րդ գլուխ։ Տիրոջ հոգին իմ վրաս է, վասն զիս օծեց
կամ անոր համար ներքևում նաև թարգմանված է Տիրոջ հոգին իմ վրաս է անոր համար զիս օծեց աղքատներուն ավետարան քարոզելու զիս ղրկեց կոտրած սիրտ ունեցողները բժշկելու գերիներին ազատություն կույրերին տեսություն քարոզելու հարստահարություն կրողները ազատ թող տալու Տիրոջը ընդունելու տարին քարոզելու Եվ գիրքը գոցելով տվավ սպասավորին նստավ եւ ժողովարանը եղողներուն ամենը աչքերին տնկած անոր կնայեն եւ սկսավ անոնց ասել Այսօր այս գրվածը կատարվեցավ ու ձեր ակաժները լսեցին Հիսուսը այս խոսքերը կարդալուց մարգարեությունից մեջ բերելով Ահա իր ծառայության համար ինքը վկայեց եւ ասաց նախ Տիրոջ հոգին իմ վրաս է գիտեք այն ինչ որ Հիսուսի համար հատուկ է կամ վերաբերվում է նրան վերաբերում է նաեւ եկեղեցուն հիմնականում որտեւ այդ նույն սկզբունքը գործում է Քրիստոսինների վրա ովքեր իսկապես Քրիստոսիններն են եւ մենք գիտենք որ Որպես եկեղեցի, որպես Քրիստոսի մարմին, մենք նույնպես կանչված ենք հատուկ միսիայով, չէ՞, հատուկ առաքելությամբ։ Մենք աշխարհի մեջ ունենք մեր ծառայությունը, մենք ուղարկված ենք, առաքված ենք կամ Տիրոջ կողմից ղրկվածներ որպես հատուկ ծառայություն, չէ՞, իրականացնելու։ Եվ որն է այդ ծառայության գլխավոր ծառայությունը այդ ընդհանուր ծառայության Տիրոջ անվան եւ փառքի համար։ Հոգիների փրկության ծառայությունը Հոգիների փրկության գործը լսում եք մեր գլխավոր ծառայությունն է սա Եվ այդ ծառայությունը ամեն մեկը իր տեղում որպես Քրիստոսի մարմնի անդամ միայն մի դեպքում կարող է բարեհաջող իրականացնել Եթե ինքը գտնվում է օծության ներքո կամ ինքը արժևորում է այդ օծությունը Իսկ այդ օծությունը ես ասեցի Դրսևորվում է Սուրբ Հոգու այդ մարդու հետ ունեցած հարաբերությունների արդյունքում Եթե մենք նրա հետ որ եկել է մեր մեջ Տեր Հոգին Սուրբ Հոգին չհաստատենք այն պատշաճ հարաբերությունները այն վայելուչ հարաբերությունները որ Տերը նախապես նկատի է ունեցել մենք չենք կարող օգտագործվենք նրա կողմից այն տեղում եւ այն դիրքում եւ այն գործի այն ծառայության համար որ այդքան Տերը կարևորել է ու կարևորում է Չմտածենք որ ծառայությունը միայն եղբայրներին է վերաբերում քավլիցի Քրիստոսի մարմնի բոլոր անդամները ունեն ծառայություն եւ հատուկ իրենց նաեւ Աստծո կողմից նախատեսված ծառայություն օրինակ մենք գիտենք որ մարմնի մեջ Ամեն օրգան ունի իր ֆունկցիան։ Մյուս օրգանը այն մյուս օրգանի ֆունկցիան չի կատարում, սիրտը թոքերի ֆունկցիան չի կատարում, թոքերը սրտի ֆունկցիան չեն կատարում։ Եվ մնացած օրգանները նույնպես ամեն մեկը իր տեղում իր ծառայությունը, իր ֆունկցիան է կատարում, Աստծուց սահմանված կարգով։ Այդպես էլ Քրիստոսի մարմնի մեջ մենք որպես նրա մարմնի անդամները նախ Գիտակցենք, որ մենք հատուկ մեր տեղն ունենք Տիրոջից նախատեսված։ Մենք չենք ընտրում, մենք չենք որոշում ձեռ լինեմ, ոտք լինեմ, քիթ լինեմ, չգիտեմ, լյարդ լինեմ, ինչ լինեմ, որևէ օրգան լինելը իմ։ Բայց որ ես հաստատ, եթե վերստին ծնվել եմ եւ Աստծո զավակ եմ, ես միանշանակ, աներկբա նախատեսված եմ ծառայության համար, բայց Աստծուց սահմանված, Տիրոջից։ Եվ ինչքան կարևոր է, որ հավատացյալը հասկանում է նախ տեղեկացված է լինում եւ այս ուղղությամբ իրոք ինքը անհանգստություն է դրսևորում, ասում է Տեր, որն է իմ գլխավոր ծառայությունը քո մարմնի մեջ։ Դու ինչի ես կանչել ինձ։ Իհարկե ծառայություններ կան, որ բոլորին է վերաբերվում։ Այսինքն անկախ թե մենք մարմնի որ մասն ենք, որ անդամն ենք, այդ ծառայությունը հատուկ պիտի լինի բոլորիս։ Ասենք օրինակ Քրիստոս կյանքի դրսևորումը առաջի հերթին կապ չունի դու որ անդամն ես քո մեջ պիտի ներկա լինի Քրիստոսի կյանքը Քրիստոսի կյանքը պիտի տեսանելի ներկա լինի եւ այդ կյանքից նոր բխող ծառայություն հասկանում եք
Եթե կյանքը ծածկված է, քողարկված է մեր մեջ, թեկուզ վերստին ծնվել ենք, գիտեք, բայց հնարավոր է մենք մարմնավոր կյանքով ենք մեր ապրում։ Եվ այդ կյանքը տեսանելի չի Քրիստոսի որդու կյանքը։ Եվ եթե այդպես է, բնական է, որ օծությունը նույնպես տեսանելի չի կարա լինի։ Եվ մենք չենք էլ կարող իրականացնել այն ֆունկցիան, այն ծառայությունը, ինչի համար կանչված ենք, առանց այդ օծության, առանց Սուրբ Հոգու կնշանակի, առանց նրա մեր վրա իջած եւ մեզ կառավարող այդ իրականության մեջ մենք կանչվել ենք, որ կառավարվենք գլխի կողմից, իսկ գլուխը Քրիստոսն է եկեղեցու։ Սա խիստ կարևոր ենք մենք, առանց գլուխ մենք ուր ենք գնում։ Ուրեմն առաջի հերթին մենք դի հաստատենք, մենք գլխի ներքո ենք, թե չէ, որպես այդ մարմնի անդամ։ Գլխի հետ ուղիղ կապ ունենք, թե չէ, կապ չունի, թե քույր, թե եղբայր։ Հիշեք, ոչ մի մարմնի անդամ միջնորդավորված կապված չի գլխի հետ։ Բոլոր անդամները, օրգանները գլխի հետ ուղիղ կապով են կապված։ Հետո նոր հորիզոնական կապով իրար հետ են կապված։ Նախ ուղղահայացը, հետո հորիզոնականը։ Մենք կապված ենք իրար հետ նաև, բայց հենց որ խզվում է գլխի հետ ուղղահայաց կապը, խառնվում է եւ խզվում է արդեն մեր հորիզոնական իրար հետ ճիշտ հարաբերությունները, ճիշտ կապը։ Դրա համար հաճախ որ խնդիրները առաջ են գալիս եկեղեցում, փոխհարաբերությունների մեջ, առաջինը պիտի ստուգել տեղից սկսել, այդ հավատացյալների կապը գլխի հետ իրական է, թե չէ։ Որտեւ հնարավոր չի, եթե երկուսն էլ կամ այդ կողմերը գլխի հետ կապի մեջ են ու բախվեն իրար։ Ու սկսեն իրար մի տեսակ բանով այդպես չուզենալ անգամ խոսել, չգիտեմ, վերաբերմունքը չի կարա պատշաճ չլինի, հասկանում եք, որտեւ գլուխն է կառավարում։ Գլխից են կախված մենք, լսեք, մեր բոլոր հաջողությունները, մեր վերջնարդյունքը կախված է, թե մենք կմնանք այդ գլխի իշխանության ներքո, կկառավարենք նրա կողմից, կկառավարվենք նրա կողմից, այսինքն թույլ կտանք, որ այդ օծությունը մեր մեջ, մեր վրա տեսանելի ձևով գործի։ Ասում է, հոգին իմ վրաս է, այսօր համար ինձ օծեց եւ ղրկեց նոր։ Աստված մինչև չի օծում, մեկին չի ղրկում, հիշեք։ Աստծո սկզբունքն ասա, մեզանից յուրաքանչյուրին, որպեսզի նա վստահի ինչ-որ գործ, ինչ-որ ծառայություն, նախ պիտի առաջինը նրա հոգու ներքո լինես դու, Սուրբ Հոգին իրոք այդ կառավարման դերում պիտի լինի քո կյանքում, եւ հետո հետևանք արդյունք որպես դու այդ օծությունը քո անձի մեջ զգալով, տեսնելով, որ Տերը քեզ այս բանի մեջ է հատկապես օգտագործում, ղրկում է քեզ, որ այդ բանն անես դու։ Այնտեղ, որտեղ Տերը նպատակահարմար է տեսնում, ոչ թե քո մարդկային նորից ընտրությամբ։ Մենք կառավարվող մարդիկ ենք, ես արդեն ասեցի։ Հեզ բառը գիտեք ինչա բնագրի մեջ թարգմանաբար նշանակում։ Հիսուսը որ ասեց ինձնից սովորեք, որ հեզ եմ ու սրտով խոնարհ։ Հեզ բառը բնագրի մեջ նշանակում է, էլի եմ ուրիշ առիթով ասել, հեշտ հսկվող, հեշտ կառավարվող մարդ։ Դյուրին, հեշտ կառավարվող, հսկվող մարդ, որին կառավարելու մեջ խնդիր չի առաջանում, հսկելու մեջ, նա կառավարվում է, նա ինքը իրեն հանձնել է իրան կառավարողին։ Հատկությունը կարևոր թե չէ, Հիսուսը պատահական չի, որ առաջի դասը այդ մասին չի ասեց, ինձնից ինչ սովորեք, սովորեք հրաշքներ անել, սովորեք լավ քարոզել, չգիտեմ ինչ, հա։ Ինչ ասեց, ասեց ինձնից սովորեք, որ հեզ եմ ու սրտով խոնարհ։ Որտեւ Աստված ուրիշ տեսակի մարդկանց չի օգտագործել ու գործ չի ունեցել, հիշեք։ Աստված ասում է իր ճամփաները սովորեցնում է հեզերին, ինչպես Մովսեսի օրինակը 103-րդ Սաղմոսում, չի ասում է իր ճանապարհները ճանաչացրեց Մովսեսին, իսկ իր գործերը ցույց տվեց իր ժողովրդին։ Աստծուն ճանաչողները, ովքեր որ Աստծուն ճանաչել են երբևէ, նրանք եղել են հեզ մարդիկ։ Հեզության դասը չսովորած մարդիկ չեն ճանաչել, չեն էլ կարող ճանաչել Աստծուն։
Հպարտ մարդը չի կարա Աստծո հետ ունենա հարաբերություններ, մոտիկից շփվի ու ճանաչի Աստծուն։ Բացառվում է դա։ Խոնարհները, հեզերը։ Իսկ մեզ իրոք հետաքրքրում է այդ հարցը, մենք դարձել ենք հավատացյալ, որ Աստծուն ճանաչենք, թե չէ։ Մեր հորը ճանաչենք, թե չէ, թե հերվից, թե ուրիշի պատմածով, իմ հայրը, իմ Տեր Հիսուսը այսպիսին է, բա դու, չէ որ Տերը հենց քեզ համար այդ գինը վճարել, որ ուղիղ քեզ հետ կապի մեջ լինի, որ քեզ դարձնի հեզ ու խոնար մարդ եւ պիտանի մարդ, օծված մեկը, որ ինքը իր ձեռքերի մեջ օգտագործի քեզ, իր ուզածի պես, իր ուզածի չափով, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն, տեսեք, Հիսուսը Հովանու 20-21-ում այդ նույն խոսքը այդպես ինչպես տեղ կարդացինք ասում է վասնզի օծեց ու ղրկեց, չէ, օծեց նոր ղրկեց 20-21-ում Հովանու ավետարան այդ արտահայտությունը այստեղ էլ ենք տեսնում, բայց այստեղ արդեն մեր մասին է ասում, տեսեք ասում է Եվ Հիսուս նորեն ըսավ անոնց խաղաղություն, սա հարությունից հետո արդեն հանդիպելով հերթական անգամ աշակերտներին, խաղաղություն ձեզի, ինչպես հայրը զիս ղրկեց, իսկ իրան ինչպես ղրկեց, չէ, ինքը կարդաց, ինձ օծեց նոր ղրկեց, ինչպես հայրը զիս ղրկեց, ես ալ ձեզ կղրկեմ, Հիսուսը որպես կանոն, բոլոր նրանց, ովքեր ինքը ղրկել ա ու ղրկում ա, այդ նույն սկզբունքով ա ղրկում, օծում անոր աղրկում, այդ անոտները տաճարի մեջ, որ պիտի կիրարվեին, օգտագործվեին, հատուկ չէ արարողակարգերի մեջ, այդ օծությունը, որ իրականացվում էր, դրանով ինչ էր հաստատվում, որ այս անոթը առանձնացված է, զատված է, մնացած ուրիշ անոթներից, սրբված է, մաքրված է, և նվիրաբերված է, ընծայված է Աստծուն, Եթե դա այդպես է, յուղը լցնում էին վրան, հաստատություն որպես այս անոթը սուրբ է, վերջ, որտև Աստծուն է պատկանում։ Օծությունը հաստատում էր այդ անոթի սուրբ լինելը, առանձնացված, զատված և Տիրոջը նվիրաբերված լինելը։ Ահա թե օծությունը ինչքան կարևոր բան է։ Եվ այդ նորից եմ ասում, այդ օծությունը մեր վրա, մեր մեջ, այս նոր կտակարանի ժամանակներում իրականացնում է Սուրբ Հոգին։ Փառք Տիրոջը, մեկ-երկու ուրեմն մտքի վրա էլ կանգնեմ, տեսեք, օծության նպատակը, համապատասխան ծառայություն իրականացնելու համար, օծությունը ուրեմն նախատեսված է ըստ Աստծո խոսքի, որ որևէ մեկը, որևէ ծառայություն, որպեսզի իրականացնի, տվյալ ծառայության համար օծված լինի։ Եթե օրինակ ասենք, պարզ օրինակ ասեմ, եթե ես օծված չեմ խոսքը քարոզելու, սովորեցնելու, ու ես անում եմ այդ ծառայությունը, անհաջող կլինի իմ ծառայությունը, նույնիսկ վնասակար կարա լինի։ Ըստ Աստծո խոսքի, ուրեմն տվյալ ծառայությունը, որ Աստված նախատեսել է, պիտի համապատասխան օծությամբ հաստատվի։ Ինչպես ասենք, տեսեք, մարգարեներին, քահանաներին, չէ, թագավորներին հին ուխտում, հատուկ արարողակարգով ինչ էին անում, օծման յուղը լցնում էին նրանց վրա, օծում էին, և դրանով դառնում էր, կարծես հաստատվում էր, որ նրանք իրավունքով այդ պաշտոնը կրողներն են։ Եթե օծումը չէր եղել, չէր լինում, նրանք չունեին այդ իրավունքը, այդ ծառայությունը իրականացնելու։ Հիմա նոր կտակարանի ժամանակների մեջ, այդ նորից այդ իրավունքը, այդ համապատասխան ծառայության մեջ մեր նշանակված, նախատեսված լինելը, ով է իրականացնում։ Մեր մեջ եկած Սուրբ Հոգին, այդ
օծությունը մեր մեջ դրսևորելով կամ որովհետև հաջորդ բանը օծության նշանակությունը կամ օծված լինելու դերը ինչու՞մ է կայանում համապատասխան կարողություններ դրսևորելու համար եթե մեկը այդ ինչ ծառայության համար այդ օծությունը չունի այդ ծառայության կարողություններ չունի ինքը Գիտեք, կարող է մարդը շատ խելոք լինի, մարդկային խելքով այդպես օժտված մեկը լինի, բայց կապ չունի, որքան կրթված է խելոք է, եթե ինքը այդ գործի մեջ, այդ ծառայության համար չունի համապատասխանություն, ինքը չի կարող իրականացնել այդ ծառայությունը։ Եվ կարևորելով ուրեմն օծության այդ դերն ու նշանակությունը ես գալիս եմ շատ կարևոր մի հարցի եւ կգամ արդեն ամփոփ վերջացնելու իմ ու խոսքս ամենայն դեպս այսօրվա համար առաջի Հովանես առաջի նամակ Հովանեսի եկեք ընդեղից կարդամ նաեւ կարևոր այս ճշմարտության մասին որ բոլորիս վերաբերվում է Սա արդեն այս օծությունը ինչի մասին հիմա պիտի խոսամ, որ ասում էի, չէ, քիչ առաջ օծություն կա, որ բոլորիս է վերա, բոլորս պիտի ունենանք այդ օծությունը։ Անկախ թե որ անդամն ենք։ Բայց բացի այն օծությունից, որ մեզ առանձնացնում է կոնկրետ գործ անելու համար, այս օծությունը հիմա որ պիտի կարդամ, բոլորը պիտի ունենան, Աստծո բոլոր զավակները։ Ուրեմն առաջի Հովանու 2-րդ գլուխ 20 խոսքը նախ, բայց դուք օծություն ունեք Սուրբեն ու ամեն բան գիտեք։ Այստեղ ասում ամեն բան գիտեք։ Այստեղ գիտեք, մի տեսակ ոչ թե այսպես կարելի է հասկանալ, ոչ թե մենք հասել ենք նրան, որ ամեն բան գիտենք, այդ իմաստով ասում։ Ոչ, այն օծությունը ամեն բան գիտի ձեր ներսում։ Իմաստը սա է։ Մեր մեջ եկած Աստծո հոգին նա ամեն բան գիտի։ Ուրեմն մեր ամեն ինչ ճիշտ գիտենալը կախված է ինչից։ Այդ մեր մեջ այդ օծությունը ունենալուց եւ տեղ տալուց եւ հնազանդվելուց ու խոնարհվելուց կախված է մեր որքան մենք գիտեցող կդառնանք ճշմարտությունը, չէ՞, գիտեցող չի նշանակում է որպես գիտություն գիտեցող, այլ կյանքը ապրողներ որպես ճշմարտություն մենք որքանով ինքներս մասնակից կլինենք ահա այդ ճշմարտությանը։ Եվ բայց շարունակեմ նաև ներքևից Եվ ասիկա է այն խոստմունքը որ մենք 25-ից կարդամ 2-րդ գլուխ Զոր մենք մեզի ասիկա է խոստմունքը որ ինք մեզի խոստացավ այսինքն հավիտենական կյանքը Եվ Այս բաները ձեզի գրեցի 26-27-ը, ձեզ մոլորեցնողներու համար, ուշադրություն դարձրեք, ասում այս ամենը, որ վերևում շարադրում է, զգուշացնում է, բաների մասին, հարցերի մասին է, որոշ անդրադառնում է Հովանեսը, հիմա կանգ չառնեմ ես, ասում այս ամենը ձեզ գրեցի, եւ ընդհանրապես ավետարանը գրվել է, եթե ավելի այդպես լայն առումով ասենք, մեզ մոլորեցնողներու համար, այսինքն ստից Սուտը զանազանելու համար, զգուշանալու համար ստից։ Հասկանում եք, որտեղ միշտ եղել է սուտը եւ ճշմարտությունը։ Ասում այս դրա համար գրեցինք, ուրեմն ձեզ մոլորեցնողներու համար, եւ այն օծությունը, ուշադիր լսեք, զոր դուք իրմե ընդունեցիք, դուք իրենից օծություն եք ընդունել, ում ավերաբերվում սա, ովքեր վերստին ծնվել են, Ում վրա Սուրբ Հոգին իջել է, ովքեր ունեն Աստծո Հոգին իրենց մեջ, բոլոր, այսինքն Աստծո զավակներին, ովքեր վերստին ծնվել են։ Եվ այն օծությունը, որ դուք իր մեջ ունեցիք, ձեր մեջ կմնա, նա միշտ ձեր մեջ է մնում։ Ու պետք չէ, որ մեկը ձեզ սովորեցնե, այստեղ մի քիչ դժվար պահ կա, Ինչ ասել է, պետք չէ, որ մեկը ձեզ, ասենք ուսուցչի կարիք չունենք մենք, բայց չէ, որ նույն ավետարան ասում է ինքը դրեց ոմանց ուսուցիչներ, վարդապետներ, չէ, ավետարանիչներ եւ այլն, հովիվներ, տարբեր պաշտոններ նախատեսեց,
հենց սովորեցնելու ճշմարտությանը առաջնորդելու համար, չէ՞։ Ինչ ասել կուզի այս խոսքը, որ պետք չի ձեզ մեկը սովորեցնի։ Ուշադրություն դարձրեք։ Պետք չէ, որ մեկը ձեզ սովորեցնի։ Հապա ինչպես նույն օծությունը ձեզի կսովորեցնի, այն օծությունը, որ քո ներսում է, որին դու տեղ ես տվել, հնազանդված ես, այդ խոնարհության դիրքում ես, եւ այդ օծությունը քո ներսում է, ինչի համար է եկել։ Եկել է քեզ սովորեցնելու։ Տեսեք, հիմա ես սովորեցնում եմ, չէ՞։ Բայց դու չես սովորի, ցանկացած մեկին է վերաբերում։ Եթե քո ներսի օծությունը իմ այս սովորեցրածը չփոխանցի քեզ, որպեսզի ճշմարտությունը հասնի մեր սրտերին, այդ ներսի օծությունը մեզ բերի տեղ հասցնի։ Եվ եթե լինում է, օրինակ ես նորահավատ էի, եղել է որ լսում էի քարոզ, չէի էլ ճանաչում եղբայրներին առանձնապես։ Անկախ ինձանից Սուրբ Գիրքն կարգին չգիտեի, նոր սկսել էի կարդալ։ Անար մեկի խոսքը գալիս է այդպես են որ ասում է յուղի պես ոնց որ հալվերի մեջ, այնքան հաճելի եւ փափագելի էր, որ լսում էի, միտք էի առնում լսելուց հետո։ Ուրիշ մեկը խոսում էր, ոչ նրան էի ճանաչում, ոչ նրան։ Լարվում եմ, ամեն ինչ անում էի, որ հասկանամ, չէի հասկանում։ Հետո որ մի քիչ հասակ արա հոգևոր, միտքս լուսավորվեց, պատճառը հասկացա։ Իմ ներսի օծությունը, թեև ես մանուկ էի, բայց օծությունը գործում էր։ Ու անկախ ինձանից այդ օծությունը ինչ պետք է ինձ փոխանցում էր, ինչ պետք չի, ինչ չէր փոխանցում։ Ու միայն այն չի, որ ասենք սխալ էր խոսում դրա համար, չէ։ Օծությունը գիտեք նաև ինչ ֆունկցիա է կատարում։ Ասենք ես հոգևոր մանուկ եմ, բայց միս կոշտ կերակուր է քարոզվում։ Ինչ անում ինքը։ Չի թողում, որ այդ կոշտ կերակուրը գա, որտեվ եթե ես ուտեմ կխեղդվեմ, չեմ կարա մարսեմ։ Այդ ֆունկցիան էլ օծությունը կատարում։ Եվ այստեղ ուրեմն այս կարևոր պայմանը, որ ասում է դուք ունեք օծություն, սա մարմնի բոլոր անդամներին է վերաբերում, ովքեր վերստին ծնվել են ու իր մարմնի անդամ են, պետք չի մեկը ձեզ սովորեցնի։ Ուրեմն տեսեք ինչքան կախված ենք այդ օծությունից։ Եթե այդ օծությունը մեր մեջ չգործի ու մեզ չսովորեցնի, մենք վտանգված ենք մոլորվելու, ասում այս գրեցի ձեզ մոլորեցնողների համար, որպեսզի չմոլորվենք, մեր ներսի օծությունը հայտնապես պիտի գործի մեր մեջ, ու մեզ տա համապատասխան կարողություն հասկանալու, զանազանելու սա Աստծուց է, սա Աստծո խոսքն է, սա կերակուր է, թե սա ուտելու բան չի։ Թե չէ ես որտեղից իմ խելքով, գիտեք խելքը չի կարա փոխարինի օծությանը։ Ուզում ես սաղկյանքը Սուրբ Գիրքը կարդալ, լավ տեղյակ եղիր, մեկը դու չես կարա, երբ որ իրավիճակ ստեղծվի, իմանաս, որ հոգին է այնտեղ քեզ ինչ որ բան սովորեցնում։ Այդ որ հոգուց է գալիս, թեկուզ ճիշտ բաներ է ասվում։ Սատանան անապատում Հիսուսին ճիշտ բան էր ասում, գիտեք։ Ասում էր, դե որ ասում ես գրված է, ես էլ եմ ասում գրված է, դե քեզ տեղից գցիր, հենց գրվածն եմ քեզ ասում։ Չի գրված, որ իր հրեշտակներին պիտի ղրկի ու քեզ օթերի մեջ պիտի բռնեն ու ոտքդ քարին քեզ չպիտի վնասվես դու։ Դե արա այդ բանը։ Գրվածով խոսում էր, բայց ում հետ էր խոսում։ Մարմնացած խոսքի հետ եկել էր գրվածով բան էր խոսում։ Որդին մարմնացած խոսքն էր, չէ՞ Աստծո։ Ասաց, ետիս գնա սատանա։ Հիմա այդ նույն օծությունը մեր մեջ է, բայց նորից եմ կրկնում ավարտելով խոսքս։ Եթե մենք այդ վերաբերմունքը, այդ լրջությունը չգիտակցենք ու տեղ չտանք Սուրբ Հոգուն, որ նա կիրառի իգործ դնի այդ օծությունը սովորելու եւ հասկանալու կարողությունը, մենք չենք կարա տարիները կանցնեն, մենք կմնանք այդ իմաստով մանուկներ։ Ինչ դեմ կտանք ուտենք, կներեք էլի արտահայտությանս։
հետո կթունավորվենք, հետո այսօր մանավանդ ինչու եմ այս բանի մասին այտենց հատուկ ընդգծում։ Այն ժամանակներում ենք ապրում, այդ ինտերնետ կոչվածը, չէ, ինչ հնարավորություններ անձեռնել, ինչ ասես խոսվում ու քարոզվում է ինտերնետով։ Բայց ես ոնց զանազանեմ, որն է ուտելիք, որը ուտելիք չի, որն է Աստծուց, որը Աստծու հետ կապ չունի, այդ օծությանը տեղ տալով, այդ խոնարհությունն ու հեզությունը դրսևորելով եւ իմ տեղում Քրիստոսի մարմնի մեջ կենալով։ Եկեք ոտքի կանգնենք։ Եղբայրներ, քուրեր, կոչ եմ անում ինձ, ձեզ բոլորիս։ Այս հարցին լուրջ մոտեցում ցուցաբերենք։ Ընդունում եք, թե չէ։ Իրոք, թեկուզ տարիների հավատացյալ ենք, բայց հնարավոր այդքան լուրջ չենք նայել այս հարցին։ Դե ես գիտեմ, դե ես կհասկանամ, որտե՞ղ ես կհասկանամ։ Ես ով եմ, որ հասկանամ։ Հասկանում եք, այդ ինքնավստահությունը այնքան վտանգավոր մի բան է։ Մենք կախյալ մարդիկ ենք, կանչված ենք կառավարվելու, դորից եմ կրկնում։ Եթե այդ խոնարհությունը չդրսևորենք, հեզությունը ու Տերը չկարողանա մեզ կառավարի, ու այդ օծությունը արդյունքում չգործի, մենք շատ մոլոր ճանապարհների մեջ կարող է հայտնվենք ու ցավալի բաներ տեղի ունենան։ Աղոթենք։